Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ, հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նա հավելել է, Հայաստանը պետք է որոշում կայացնի մնում է կազմակերպությունում, թե նախընտրում է այլ սցենար։ Վասիլևը հավելել է, որ Հանրապետությունը պետք է հայտնի Ռուսաստանին այդ մասին։ Մինչ այս նա նշել էր, թե ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հեռանկարները։ Ուժեղ Հայաստան կուսակցությունն իրեն ձայն տված քաղաքացիներին կոչ է անում հուլիսի 26-ին հավաքվել Սահմանադրական դատարանի մոտ պաշտպանելու իրենց քվեն։ Տեսաուղերձով հայտարարել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։ Նա հավելել է, որ վաղը հանդիպում են կազմակերպում իրենց ընտրողների հետ, որպեսզի միասին քննարկեն անելիքները եւ պայքարի օրինական ճանապարհները։ Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Ըստ դատախազության Գագիկ Ծառուկյանի փեսան կազմակերպել է արգելանքի տակ գտնվող գույքի վնասում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առնվազն 229 միլիոն դրամի վնաս։ Դատախազը նաև գույքային հայց կներկայացնի դատարան։ Կեսգիշերն անց մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Շամշյանքոմի հաղորդմամբ 0:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա ԱՆ-ն Hyundai Elantra մագնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել Հրազդան մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։ Վարորդը հոսպիտալացվել է, գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել։ Կրասնոդարի երկրամասի Կրասնոարմեյսկի շրջանում գիշերը անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Պալտավսկայա գյուղի նավթաբազայում։ Ժամանակավորապես փակվել է Պալտավսկայա գյուղն ու Տրուդաբելիկովսկի բնակավայրը կապող ճանապարհը։ Ուկրաինական աղբյուրները հաղորդում են, որ հարվածից հետո նավթաբազայում 3 պահեստարան է հրդեհվել։ Վենեսուելայում 2 հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.2 եւ 7.5 մագնիտուդով։ Երկրաշարժերին հաջորդել է ավելի քան 20 հետ ցնցում։ Մայրաքաղաք Կարակասում բարձրահարկ շենքեր են փլուզվել։ Երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է առնվազն 32 զոհի եւ ավելի քան 700 վիրավորի մասին։ Փրկարարները որոնում են փլատակներում մնացածներին, վնասի չափը դեռևս հայտնի չէ։ Ռոդրիգեսն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Ցնցումները գրանցվել են նաեւ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Հայաստանի տարածքում հունիսի 25-ից 28-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը հունիսի 25-ից 3-ը կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Երևանում նույնպես կարճատև տեղումներ կլինեն, հունիսի 28-ից 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 29-ից 31, երեկոյան ժամերին 22-ից 24 աստիճան տաքություն։